Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում այլևս դժվար է զարմացնել որևէ մեկին։ Հայաստանում այլևս կալանք ամենից հաճախ լսվող բառերից է։ Հայաստանում կալանավորում են խոսքերի, մտքերի և նույնիսկ մայր աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար։ Մենք բոլորս ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք։ Իրավունքի գերակայությունը, իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն։ Այն մեր բոլորի և մեզանից յուրաքանչյուրի առօրյա կյանքի կենսական մասն են, մեր օդն ու ջուրն են։ Եվ երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, մենք անպայման ունենալու ենք պառակտում, թուլացում, վախ և անարդարություն։ Տեր Աստված հարցրեց Կայենին. ուր է քո եղբայր Աբելը։ Իսկ նա, քանի որ չարացած էր, սուտ պատասխան տվեց Աստծուն. միթե ես իմ եղբոր Պահապանն եմ։ Այս բառերի մեջ թաքնված են հավաքական անտարբերությունն ու վախը, և հենց այս ամենն է, որ թույլ է տալիս ունենալ այսքան քաղաքական բանտարկյալներ, այսքան քաղաքական հետապնդումներ։ Մենք պետք է փոխենք այս միջավայրը և միասնաբար ասենք. այո, ես իմ եղբոր Պահապանն եմ։ Այո, պետք է միասնաբար ասենք. այո, ես իմ սրբազանների Պահապանն եմ։ Ես իմ ազգային բարերարի Պահապանն եմ։ Ես իմ մայր աթոռի Պահապանն եմ։ Սիրելի հայրենակիցներ, շատ անկեղծ ուզում եմ կիսվել ձեզ հետ, թե ինչ երազանք ես ունեմ։ Վերջին 7 տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումներով, քաղաքական բանտարկյալների պաշտպանություն եմ իրականացրել և իրականացնում եմ։ Ես տեսել և տեսնում եմ անարդարությունը։ Եվ իմ երազանքն է, որ մեր Հայաստանում, որ մեր երկրում այլևս չլինեն քաղաքական հետապնդումներ, չլինեն քաղ բանտարկյալներ, չլինեն։ Սա մեծ երազանք չէ, ժողովուրդ ջան։ Սա մի բան է, որ պետք է անենք և անելու ենք մեր ձևով։ Սիրելի հայրենակիցներ, մեր ձևով։ Սիրելի հայրենակիցներ, չնայած ռեպրեսիվ մեքենային, չնայած խեղդող անարդարությանը, մենք միասին, իրապես համախմբված, սիրով ու վճռականությամբ կհաղթահարենք այս փորձությունները։ Մենք կհաղթենք անարդարությանը,
որովհետև որքան էլ դժվար լինի, արդարությունը միշտ էլ հաղթում է, իրավունքը միշտ էլ գերակայում է, և ուրեմն ազատություն քաղ բանտարկյալներին, ազատություն, ազատություն, ժողովուրդ ջան, առաջարկում եմ մի բան էլ ասենք, այս անարդարության ճանապարհը մի հատ ճիշտ ճանապարհ ունի լուծման, առաջարկում եմ բռունցքներս վերև բարձրացնենք և ինչն է մեր ամենակարևոր ճանապարհը բանալին, բանաձևը, պայքարը, պայքար!